Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի 2069 որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան, պարոն Սիմոնյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Հարգարժան պարոն Խաչատրյան, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը 25 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին 1 միլիարդ 582 միլիոն 206 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 24 համայնքներից թվով 26 սուբվենցիոն ծրագրեր, ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզ 2 ծրագիր 153.7 միլիոն դրամ, Արարատի մարզի 2 ծրագիր 210.9 միլիոն դրամ, Արմավիրի մարզի 6 ծրագիր 199.6 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի 3 ծրագիր 125.9 միլիոն դրամ, Լոռու մարզի 2 ծրագիր 192.8 միլիոն դրամ, Կոտայքի մարզի 1 ծրագիր 25 միլիոն դրամ, Շիրակի մարզի 2 ծրագիր 158.5 միլիոն դրամ, Սյունիքի մարզի 2 ծրագիր 186 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզի 4 ծրագիր 263.8 միլիոն դրամ եւ Տավուշի մարզի 2 ծրագիր 66 միլիոն դրամ։ Ցանկանում եմ նշել, որ սույն որոշման հաստատմամբ կունենան 25 թվականի պետական բյուջեից 14.9 միլիարդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր։ Ձեր թույլտվությամբ նաև անդրադառնամ համառոտ այդ ծրագրերին։ Արագածոտնի մարզում խոսքը վերաբերում է Աշտարակ համայնքի Ավան, Լեռնարոտ, Վերին Սասունիկ, Կոշ, Ուջան տեղեր եւ բյուրական բնակավայրերի խմելու ջրի ցանցի հիմնանորոգմանը, կատարվեց է շինարարական աշխատանքների 87%-ը, կառուցվել է 10.8 կիլոմետր երկարությամբ խմելու ջրագիծ։ Մեծամոր համայնքի Օթևան բնակավայրում խմելաջրի սնուցող ցանցի հիմնանորոգումն է, կատարված է շին աշխատանքների 75%-ը, կառուցվել է 2.7 կիլոմետր երկարությամբ խմելու ջրի սնուցող ցանց։ Արարատի մարզում Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրում նախադպրոցական հաստատության կառուցումն է, կատարված է շին աշխատանքների 35%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 50 սանի համար։ Արարատ համայնքի Արարատ, Նոյակերտ եւ Զանգակատուն բնակավայրերի ճանապարհների վերանորոգում ավարտված է, ասֆալտապատվել է 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհ։ Արմավիրի մարզ Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրի մանկապարտեզի վերակառուցում, խոսքը լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու մասին է, ավարտված է, վերակառուցվել է մանկապարտեզի շենքը, նախատեսված է 90 սանի համար, իրականացվում են լրացուցիչ ծավալիչ նախատեսված աշխատանքները։ Բաղրամյան համայնքի Հուշակերտ բնակավայրի մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգում, ավարտված է, բարեկարգվել է Հուշակերտ բնակավայրի մանկապարտեզի բակը 850 քառակուսի մետր, շահառուների թիվը 60 սան։ Արմավիր համայնքի Արաքս բնակավայրից Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհի երկայնքով ջրագծի կառուցում, ավարտված է, կառուցվել է 5.3 կիլոմետր երկարությամբ ջրագիծ, շահառուների թիվը 416, տնտեսություն։ Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի խմելու ջրամատակարարման եւ Արաքս բնակավայրի ջրահեռացման համակարգերի վերակառուցում, ավարտված է, Հայկաշեն բնակավայրում վերակառուցվել է 1.2 կիլոմետր երկարությամբ ջրագիծ, շահառուների թիվը 62 տնային տնտեսություն, Արաքս բնակավայրում վերակառուցվել է 0.3 կիլոմետր երկարությամբ ջրահեռացման համակարգ, շահառուների թիվը 31 տնային տնտեսություն։ Հաջորդը Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի առաջին թաղամասի թիվ 5B, 6B2, երկրորդ թաղամասի թիվ 1B, 3B շենքերի հարթ տանիքների վերանորոգումն է, ավարտված է, հիմնանորոգվել են 4 բազմաբնակարան շենքերի 1600 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հարթ տանիքները, շահառուների թիվը 502 բնակիչ կամ 144 բնակարան։ Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 Արևիկ մանկապարտեզի հիմնանորոգումն է եւ նոր մասնաշենքի կառուցումը։ Կատարված է շինարարական աշխատանքների 68%-ը, արդյունքում համայնքը կունենա 3 մասնաշենքով 3207 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, 10 խմբասենյակով հիմնանորոգված մանկապարտեզ 300 սանի համար։ Եղարքունիքի մարզում Ճամբարանք համայնքի Այգուտ, Կալավան եւ Դրախտիկ բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցումն է,
ավարտված է, կառուցվել է ընդհանուր 7.6 կիլոմետր երկարությամբ խմելու նոր ջրագիծ, կառուցվել է 150 խորանարդ մետր տարողությամբ ջրահավաք ավազան Դրախտիկ բնակավայրում, շահառուները 127 տնային տնտեսություն։ Վարդենիս համայնքի Վարդենիս բնակավայրի Ռոմանի 2, Սեսմանուկյան 1, 3 և Համբարձումյան 11 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատումն է, ավարտված է, ասֆալտապատվել է ընդհանուր 1720 քառակուսի մակերեսով բակային տարածքներ։ Մարտունի համայնքի Մադինա բնակավայրում խմելու նոր ջրագծի կառուցումն է, ավարտված է, Մադինա բնակավայրում լրացուցիչ կառուցվել է 0.47 կիլոմետր երկարությամբ նոր ջրագիծ, շահառուները 23 տնային տնտեսություն։ Լոռու մարզի Տաշիր համայնքի Լեռնահովիտ, Դաշտադեմ, Նովոսելցովո, Պետրովկա, Կատնարատ, Միխայլովկա բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգերի կառուցում, Նորամուտ ու Բլագոդատնե բնակավայրերի օկեջների վերանորոգում եւ կառուցում եւ Կատնարատ բնակավայրի գոյողագծի կառուցում։ Կատարված է շինարարական աշխատանքների 70%-ը, կառուցվում է 12 կիլոմետր երկարությամբ խմելու ջրագիծ և 0.4 կիլոմետր երկարությամբ գոյողագիծ։ Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի փողոցների հիմնանորոգումն է, կատարված է շին աշխատանքների 95%-ը, հիմնանորոգվել է 2.7 կիլոմետր երկարությամբ ճանապարհ։ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ճանապարհների ասֆալտապատումն է, ավարտված է, ասֆալտապատվել է 1.3 կիլոմետր երկարությամբ ճանապարհ։ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Հայրենյաց և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցումն է, ավարտված է, կառուցվել է 4.9 կիլոմետր երկարությամբ գազատար, շահառուների թիվը 1696 տնային տնտեսություն։ Ախուրյան համայնքի Կառնուտ, Բասեն, Հովիտ, Ջրառատ բնակավայրերի սնող գազատարի կառուցումն է, կատարված է շինարարական աշխատանքների 90%-ը, կառուցվել է 14.8 կիլոմետր երկարությամբ գազատար, շահառուները 1041 տնային տնտեսություն։ Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցումն է, գտնվում է ավարտական փուլում, կառուցվել է քլորակայան և 3.6 կիլոմետր երկարությամբ ջրատար, շահառուները 223 տնային տնտեսություն։ Սիսյան համայնքի Նարդոս փողոցի Նարդոս Գարգի Նժդե ճանապարհահատվածի Խանջան 1A, 3A, Ազոյան 2, 2A, 4, 6, 8, 10, Որոտան 2A, Շիրվազադե 2A, Որոտան 1, 3, 5, 7, Որոտան 2, 4, 6, 8 բազմաբնակարան բնակելի շենքերի փողոցների հիմնանորոգումն է, գտնվում է ավարտական փուլում, հիմնանորոգվել է թվով 18 բազմաբնակարան բնակելի շենքերի սպասարկող Նարդոս փողոցի շուրջ 17980 քառակուսի մետր և Նարդոս Գարգի Նժդե շուրջ 6910 քառակուսի մետր ճանապարհահատվածները։ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Վարդան Զորավար փողոցի բարեկարգումն ու ասֆալտապատումն է, ավարտված է, ասֆալտապատվել է 0.67 կիլոմետր ճանապարհ։ Եղեգիս համայնքի Շատին, Քարագլուխ, Հորբատեղ, Հորս, Արտաբույնք, Թարաթումբ և Աղնջաձոր բնակավայրերի ոռոգման առուների վերանորոգման աշխատանքներն են, ավարտված են, վերանորոգվել է 1.4 կիլոմետր երկարությամբ ոռոգման ջրի ցանց և 6182 խորանարդ մետր ծավալով ջրավազան, շահառուների թիվը 450 տնային տնտեսություն է կազմում։ Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում 40 աղբյուր ջրաղբյուրի ջրագծի կառուցումն է, ավարտված է, կառուցվել է 3 կիլոմետր երկարությամբ խմելու ջրատարի արտաքին ցանց, շահառուների թիվը 80 տնային տնտեսություն։ Արենի համայնքի Արենի բնակավայրում մանկապարտեզ տանող ճանապարհի կառուցումն է սալարկմամբ, կատարված է շինարարական աշխատանքների 80%-ը, հիմնանորոգվել է 0.9 կիլոմետր երկարությամբ ճանապարհը և Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան բնակավայրի երիտասարդական 61 հասցեում գտնվող պահեստի հարակից տարածքի հիմնանորոգումն է ասֆալտապատմամբ, ավարտված է, հիմնանորոգվել է 1024 քառակուսի մետր մակերեսով պահեստի հարակից տարածքը և վերջապես Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Սպանդարյան 1 և 2 բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգումն է, կատարված է շինարարական աշխատանքների 65%-ը, իրականացվում է տուֆ քարով սալարկում շուրջ 1525 քառակուսի մետր մակերեսով,
Այսքանը, շնորհակալություն, խնդրում եմ հաստատել։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։